պարոն Արման Նավասարդյանը մեր հնագույն փորձառու դիվանագետներից է, դեռ սովետական միության տարիներից զբաղվել է դիվանագիտությամբ եւ Հայաստանի Հանրապետության դեսպան ա եղել երկու երկրում դեսպան ա եղել եւ հիմա էլ ի տարբերություն շատ դեսպանների, որոնք ցավոք սրտի եւ իրաց փորձը չեն ուզում կիսել կամ գուցե փորձը չունեն, պարոն Նավասարդյանը շատ ակտիվորեն ներգրավված է, հիմա դիպլոմատ EM սայթը կա եւ դա դիպլոմատ EM ակումբը բացվեց, շատ մասնագիտական անունից էլ հասկանալի է եւ այսօր լեգել է ձեզ հետ կիսելու դիվանագիտական փորձը միջազգային հարաբերությունները։ Մենք ընդհանրապես սկսում ենք 7-ից վերջացնում ենք ժամը 9-ին, բայց աշխատում ենք վերջում մի կես ժամ 40 րոպե պատասխանի բան կա։ Եթե մեր ճապոնիայում լինեինք, ես կնստեմ այնտեղ, որ կանգառեմ եւ ես կանգնեի խոսելու համար, ապա Լարիչը ինձ կընթարկեր abstract-ի, որովհետեւ այնտեղ խոսում են նստած նսարանի հետ, դա հավասարության նշան է։ Բայց քանի որ ես ավելի շատ եվրոպական, այսպես ասած, ֆորմացիայի մարդ եմ եւ երկար տարիներ աշխատել եմ, ինչպես ասած, խորհրդային համակարգում, ես սովորել եմ կանգնած խոսել, այնպես որ թույլ տվեք կանգնած խոսել։ Շնորհակալություն։ Ուրեմն պարոն Պապյանը ինձ հետ զրույցի ժամանակ ասեց, որ ես ձեզ հետ խոսեմ դիվանագիտության մասին, ինչ է դիվանագիտությունը։ Գիտեք, իմ եւ դասախոսությունների ժամանակ եւ հատուկ կուրսերի, որ ես կարդում եմ, դա հիմնական, այսպես ասած, թեմաներից մեկն է, կամ հիմնական թեման է, եւ մյուսները գալիս են դրանից ածանցված, որովհետեւ դիվանագիտությունը ինքը շատ համապարփակ գիտություն է եւ մեծ գիտություն է եւ արվեստ է։ Եվ հետեւաբար նա ունի իր ճյուղավորումները, նա ունի իր առնչությունները գրեթե կյանքի գիտության բոլոր երևույթների հետ։ Հայաստանի պայմաններում դիվանագիտությունը բոլորովին նոր երևույթ է եւ դա շատ բնական է, որտեղ մենք չենք ունեցել անկախություն, իսկ գիտեք, որ դիվանագիտությունը դա պետականության առաջի ատրիբուտներից մեկն է, ինչպես բանակը, ինչպես հեղափոխությունը, այնպես էլ դիվանագիտությունը, չենք ունեցել պարզապես։ 600 տարի մենք, պարոն Պապյանն ավելի լավ գիտի պատմություն հայերենի, հայկական, երևի կասիկ է, քանի դար մենք չենք ունեցել։ Եվ հանգարց, ես չեմ հաշվում այն 2 տարի դաշնակցական տարիներին, դաշնակցության կառավարության, որտեղ շատ անցողիկ շրջան է եղել, եւ հիմա 20 տարի մենք դառել ենք միջազգային իրավունքի սուբյեկտ, բոլոր միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ եւ զարգացնում ենք մեր հարաբերությունները գրեթե բոլոր պետությունների հետ, ավելի շատ, քան թե երևի որևէ ուրիշ պետություն, որովհետեւ եթե նայեք մեր դիվանագիտական աշխարհությունը, այնպիսի երկրների հետ ենք մենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որ նույնիսկ քարտեզի վրա դժվար է գտնել։ Եվ այստեղից էլ գիտեք դիվանագիտության նկատմամբ հետաքրքրությունը, սուր հետաքրքրությունը, որ գոյություն ունի Հայաստանում։ Ինձ հաճախ կանչում են այնպես լեկցիան դասախոսություններ կարդալու, ոչ թե համալսարանում, որտեղ որ ես ընդհանրենք աշխատում եմ կամ հատուկ կուրսերում, պարզապես ասում են եկեք, վերջերս կանչեցին այլ կարծեմ այդպիսի մի դպրոց, մի քանի ամիս առաջ։ Ասում են ինչ են ուզում, բա բարձր դասարանի աշակերտները հետաքրքրում են, թե ինչպես դառնալ դիվանագետ։ Ասի իսկ եթե ես գամ իրենց բացատրեմ, թե ինչու չդառնան դիվանագետ, ավելի լավ չի լինի։ Չի ասում եմ բան եւ այլն։ Մի խոսքով 45 րոպեն մեր մոտ տևեց գրեթե 2-45 րոպե, շատ հետաքրքիր էր, բարձր դասարանի աշակերտներ էին եւ այդ հետաքրքրությունը ես լրիվ հասկանում եմ, որովհետեւ այն ինչ նոր է, այն ինչ մշուշի մեջ է, այն ինչ մարդիկ որին ծանոթանում են գրքերի եւ ֆիլմերի միջոցով, նույն չարոց հետախուզությունն է, կա որոշակի տարիք, որ բոլոր երիտասարդներն ուզում են դառնալ շպիոն, լրտես,
որովհետև դա հետաքրքիր է, բայց դե ինչ է դա իրանից ներկայացնում, ինչի հետ են ուտում դա, մարդիկ լավ չեն պատկերացնում, որտեղ մի բան է գիրք, մի բան է ֆիլմ, բոլորովին այլ բան է կյանքը։ Եվ դրա հետևանքով հիմա Հայաստանում գեր արտադրություն կա դիվանագիտության, դուք գիտեք երևի ինձ լավ, թե ինչ ինստիտուտներ կան, ինչ համալսարաններ կան, ես կարծում եմ իմ հաշիվներով, ուրեմն միայն երևի բոլոր բարձրային կրթության հաստատությունները, անգամ բժշկական, անգամ չգիտեմ գյուղատնտեսական, մասնավոր եւ ոչ մասնավոր ունեն միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Մի անգամ ինձ հրավիրել էին Շարաբաստիկ ռեստորան, մինչև այդ դեպքը հասնակարգ կարծում։ Եվ ձեր նման լավ ուրեմն երիտասարդները նստած կողքի սեղանին ուրախանում էին։ Պարզվեց, որ հավաքվել են համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու կապակցությամբ 80 ուրեմն 80 մոտ 80 կամ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս երիտասարդ տղաներ եւ աղջիկներ, այսօր աղջիկների թիվը ավելի շատ է, մեր մոտ աղջիկներն ավելի ակտիվ են ուզում դառնալ դիվանագետներ, եւ ես մտածում եմ, որ եթե տեսեք այդ 80-ը միայն մի կուրսի ուսանողներ են, քանի այդպիսի 80 կա, հասկանում եք, եւ եթե հանկարծ այդ բոլորը դառնան դիվանագետ, ինչպես ասեց, բոլորը չեն դառնում, այդ դեպքում կստացվի, որ եւ եթե մենք դիվանագիտական հարաբերություններ ունենանք անգամ Գվինեա Պապուայի հետ, ուրեմն մենք ունենանք անգործ դեսպաններ։ Սա իհարկե նորմալ երևույթ չէ։ Բայց այս բոլորը ես անվանում եմ ծաղկության մանկական հիվանդություն։ Դա նոր է սկսել, մարդիկ ոգևորված են եւ այլն։ Բայց ամբողջ հարցը նրանում է, որ անգամ այդ բուհերը, որոնք պետք է պատրաստեն դիվանագետներ, ես նկատի ունեմ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, դժբախտաբար այնքան էլ լավ չեն ըմբռնում այն առաքելությունը, այն ուրեմն խնդիրները, որոնք դրված են դիվանագետ պատրաստելու խնդրի առաջ։ Հասկանում եք։ Տեսեք, կոչվում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Շատ բան։ Եթե այդտեղ նույնիսկ միջազգային հարաբերությունները լավ դասավանդվեր, հա, այդ դեպքում, անգամ դա միջազգային հարաբերությունների դասավանդում չէ, եթե անկեղծ խոսել ունենք։ Ինձ մի անգամ իմ հարևաններից մեկը ընդունվում էր մագիստրատուրա համալսարանի, մյուսն էլ ընդունվում էր ակադեմիայի, այսպես համընկավ։ Եվ ինձ բերեցին հարցերը, որ ես իրենց հետ կոնսուլտացիա անեմ։ 100 հարց։ 100 հարցից ես հավատացնում եմ, չկար մի հարց, որը կոնկրետ վերաբերվեր դիվանագիտական գիտությանը, դիվանագիտության արվեստին։ Բոլորը պատմություն էր։ Գոնե լիներ դիվանագիտության պատմություն։ Դիվանագիտության պատմություն էլ չէր։ Դա պարզապես միջազգային հարաբերությունների պատմություն, որը կարելի է սովորել տանը, կարելի է սովորել ակադեմիայում, բայց գիտեք ինչ, դիվանագիտությունը ռուսը մի լավ խոսք ունի, ասում է շտուչնայա նауկա։ Գիտեք այն, որ մի հոգ է։ Ես օրինակ սովորել եմ Խորհրդային Միության դիվանագիտական ակադեմիայում եւ մի ունկնդրի հետ պարապում էր մի դասախոս, այսպես նստած։ Երբեմն 2 դասախոս, մեկի հետ եւ պատրաստում էին դիվանագետների։ Հիմա, տեսեք, եթե 80 հոգու նստածներ մի լսարան եւ նրանց դասավանդեն դիվանագիտություն, ինչպես կարող են դասավանդել եւ ինչ պիտի սովորեն, որտեղ դիվանագիտությունը հիմա գալիս է նրան, ինչի որ պետք է գա։ Այստեղ տեղի է ունենում 3 Այստեղ տեղի ունենում 3 սեգմենտների շփոթություն։ Տեսեք, կա միջազգային հարաբերություններ, չէ՞, համաձայն եք։ Կա ուրեմն արտաքին հարաբերություններ եւ կա դիվանագիտական ծառայություն։ Այս 3-ը հանդիսանալով մեկ ամբողջականություն, հանդիսանում են նաեւ տարբեր երևույթներ, մոտ, բայց նաեւ հեռու։ Եթե կա արտաքին քաղաքականություն, ես ուզում եմ, որ դուք ինձ հասկանաք, թե ինչ եմ ասում, կա արտաքին քաղաքականություն եւ կա դիվանագիտական ծառայություն, դիվանագիտական ծառայությունը, դիվանագիտությունը այդ արտաքին քաղաքականության իրագործման գործիքն է։
Սա շատ կարևոր բան է, հասկանում։ Ինքը Նիկսոնի սահմանման են գալիս, էլի։ Ես չգիտեմ, ով Նիկսոն ինքը միջազգային հարաբերությունների կազմական է։ Նիկոլսոն, հա, ես իրա Նիկսոն լսեցի ներողություն։ Ես իրա գրքով եմ դաստիարակվել նայել, հա, սովորել։ Եվ սա շատ կարևոր երևույթ է, հասկանում եք, որովհետև գիտեք, դիվանագիտությունը նույնիսկ ես ասի արվեստ, բայց արհեստի նման մի բան է, արհեստ է։ Գիտեք, դուք բոլորդ համեցեք, դուք բոլորդ երևի սիրում եք պատրաստել լավ կերակուրներ, խմորեղեն եւ այլն։ Հիմա, երբ որ վերցնում եք բոլոր ինգրեդիենտները եւ այսպես շարունակում խոհանոցի սեղանին, դուք տեսականորեն կամ գրքերից կարդացած, դուք գիտեք, թե ինչպես պատրաստել տվյալ համեղ կերակուրը կամ կարկանդակը կամ եւ այլն։ Բայց եթե դուք չիմանաք ինչպես պատրաստել, դուք չեք կարող պատրաստել։ Հիմա տեսեք, դիվանագիտությունը այնպիսի մի գիտություն է, որ վերցնել մարդուն եւ նշանակել դեսպան, ասենք, 20 տարեկան, 50 տարեկան, 60 տարեկան, նշանակում է ի սկզբանե ձախողել աշխատանքը, որովհետև սա մի արհեստ է, ես նորից եմ կրկնում այս բառը, որ պետք է բարձրանալ աստիճանաբար, ունի իր կանոնները, խաղի կանոնները, ունի իր գիտության կանոնները, ունի իր, կներեք երբեմն ոչխարեն բառը օգտագործեմ, իր տրյուկները, որ ասում են դիվանագիտական խաղեր, դիվանագիտական միջոցներ, դիվանագիտական խարդավանքներ եւ այլն, սա ամբողջ հասկանում եք մի գիտություն է, որ ոչ մի օրում, ոչ էլ 10 օրում չեք կարող դուք գրքի միջոցով իմանալ։ Սրա համար ժամանակ է պետք։ Սրա համար պետք է որ ենթադրենք, շատ լավ գիտի արա, որ գալիս են ուրեմն արտասահման ենթադրենք, դեսպանություն կամ հյուպատոսություն, սկսում են ամենացածր աստիճանից, որը կոչվում է ռեֆերենտ, եւ բարձրանում մինչեւ ամենաբարձր աստիճանը, որը կոչվում է դեսպան։ Լավն է այն դեսպանը, որը անցնում է այդ բոլոր աստիճանները։ Հիմա այդ բոլորի կողքին դիվանագիտությունը ունի մի շատ հետաքրքիր երևույթ իր մեջ թաքնված։ Տեսեք, ես պատահական չասեցի, որ դիվանագիտությունը դա արտաքին քաղաքականության գործիք է, չէ՞։ Դուք շատ լավ գիտեք քաղաքագետներ եք, որ արտաքին քաղաքականությունը դա ներքին քաղաքականության շարունակություն է։ Համաձայն եք, համաձայն։ Ուրեմն կապված է իրար հետ, չէ՞։ Հիմա տեսեք, եթե հանգարց դիվանագետի, որը չգիտի այդ բոլորը, ասեք գիտես ինչ կա, ընկեր դիվանագետ, իսկ դուք ինչ արեցիք այսքան ժամանակ արտասահմանում աշխատել մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար։ Շատ զարմացած կնայից ես կասեք, սպասեք, ես գնացել եմ միջազգային հարաբերություններ զարգացնելու։ Ես չեմ գնացել քո երկրի կամ իմ երկրի գյուղատնտեսությունը կամ նորիկի նոր սորտեր ստանալ, բայց դա այդպես չէ։ Ես հավատացնում եմ, չկա կյանքի մի բնագավառ, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որի հետ չառնչվի դիվանագիտությունը, եւ որի առաջ դիվանագիտությունը չլինի պարտական։ Եթե հարկատուն վճարում է իր դեսպանին, իր դիվանագետին փող, որ նա գնա դրսում աշխատի, նա այդ փողը տալիս է նրա համար, այդ հարկը տալիս է նրա համար, որպեսզի նա գնա եւ արտասահմանում ապահովի այստեղի ներքին խնդիրների կատարումը, օգնի, որ մեր ժողովուրդը լավ ապրի։ Սա է դիվանագիտության խնդիրը։ Սկսած, հասկանում եք, պաշտպանության հարցերից, սկսած հետախուզության հարցերից, վերջացրած ամենացածր, բժշկություն, գյուղատնտեսություն, ուսումնառություն, ինչ որ կուզեք, արվեստ, ամբողջ մի հսկայական ուղղություն կա դիվանագիտական արվեստի այս ուղղության մեջ, հասկանում եք։ Եվ եթե դիվանագիտությունը չի անում դա, ես մի բառ ունեմ, ինձ հաճախ բանենա, այսպես, ինչ են ծաղրում, այդ շրեպտում են, ասում են, մի սարքեք դիվանագիտությունը, ստերջ, ամուլ, չբեր։ Լավ, գիտեք, ես շատ երկար կարող եմ խոսել և ձեզ հոգնեցնել, բայց ուզում եմ ավելի մոտենամ խնդրին, ասեմ, թե եթե հանգարց որոշեք սխալմունք լինի դիվանագետ դառնալ,
Ինչի վրա ուշադրություն դարձնեք։ Դավիթը առնվազն 2 արտաքին գործերի նախարար են նստած, որոնք արդեն ցանկություն հայտնել են Ուրեմն օգնենք, իրանք դառնան, մեկը ինձ մի անգամ ասեց ինչ կմի ուզում օգնի ինձ խելոք դառնամ, ասել այդ ո՞նց անեմ, որ դու խելոք անաս։ Հետո խոստացավ դրա դիմաց օգնեմ մեր սայթին, տենց էլ չօգնեց։ Ինքը պաշտոնյա մարդ էր։ Ինքը խելոք չդառավ, հասկանում եք, մեր սայթին ոչինչ չայես դրանից։ Գիտեք, ավելի կյանքային բան, քան դիվանագիտությունն է, երևի չկա։ Ինչու համար, ես հիմա դա էլ բացատրեմ ձեզ։ Տեսեք, դիվանագիտությունը ինքը մարդկային հարաբերությունն է, մարդկային փոխհարաբերություն է։ Առաջի դիվանագետները նրանք էին, ովքեր նախամարտիկ, ովքեր երբ որ եկավ մյուս նախամարտու ինչ-որ խումբը ցեղա նրա հետ հանդիպելու, առաջին անգամ չհարցակվեցին, չկերան նրան, հոտ քաշեցին թե ինչ է, եւ սկսեցին ինչ-որ համաձայնության գալ։ Սա առաջի դիվանագիտական քայլն էր, որ կատարվեց, որը կոչվում է անձեռնամխելիություն։ Այս եթե know-how գոյություն չունենար, մենք հիմա ձեզ հետ նստած չէինք լինի այստեղ։ Մարդիկ իրար կուտեին եւ կվերջանար։ Եվ դա առաջի քայլն էր, որը հետագայում մտավ ինստիտուցիոնալ, այսպես ասած, շրջանակների մեջ եւ հին ուйները, սրանից 3000 տարի, 2500 տարի առաջ դրան տվեցին, այսպես ասած, դորիցեմ կրկնում ինստիտուցիոնալ ձև եւ դա դառավ առաջին օրենքներից մեկը։ Այսինքն դիվանագիտության հիմքում ի սկզբանե ընկած է եղել բանակցությունը, ընկած է եղել զրույցը, ընկած է եղել կապը մարդկանց հետ։ Ասում են, հաճախ լսած կլինեք, ասում են, քան լավ դիվանագետը լավ կարողանում է մարդկանց հետ խոսել։ Եթե դիվանագետը չկարողանա մարդու հետ փող գործակցել, փող համագործակցել, փոխադարձ գալ, այսպես ասած, ըմբռնման եւ հաղորդակցության մեջ, նա այլևս դիվանագետ չէ, նա կարող է չզբաղվել այդ գործով։ Եվ հետաքրքիրն է, որ դիվանագիտությունը իրոք համարվել է բանակցային process հենց սկզբից։ Մինչև 1648 թվականը, մինչև Վեստֆալյան համաձայնագրի ստորագրությունը 30-ամյա պատերազմից հետո, այն անվանում էր բանակցային գործողություն, բանակցային process։ Եվ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետ եւ բոլոր ժողովուրդների, ես կասեմ, մեծագույն դիվանագետներից մեկը կարդինալ Ռիշելեն, այն անվանում էր, ֆրանսիայի իմացողներ կլինեն անշուշտ, այն անվանում էր les négociations, բանակցություններ, ավելին, նա ասում էր les négociations permanentes, այսինքն մշտական բանակցություններ։ Տեսեք, 400 տարի առաջվա ասած խոսքը ինչքան աժմեական է հնչում այսօր, երբ որ մենք Ղարաբաղյան հարց ունենք եւ ասում, ինչ բանակցել, ինչ բան, գրավել են, վերեկալել մերն է, վերջ։ Այսինքն Ռիշելեն ասում էր, որ նույնիսկ պատերազմի ժամանակ պետք է բանակցել, պետք է խոսել։ Դե նեգոսիացիոն պերմանտ։ Հիմա իրանց հետ որ չի ստացվում արդյունքի, գալ մի հատ հարց առաջանում, մեկ լավ դիվանագետներ չունենք, թե իրենք մարդ չեն։ Մարդ չեն, չէ, իհարկե մարդ են։ Բոլորն են մարդ են։ Դա բոլորովին ուրիշ հարց է, որի մասին կարող ենք շատ երկար խոսել։ Բայց եկեք չխառնենք բաների իրար, բաների ադրբեջանցիների մենք բանի մեջ, եւ ես նորից եմ ասում, բանակցային գործը, այսինքն կապը մարդկանց հետ։ Եվ եթե դուք կարողանաք հասնել այն դիվանագիտական ասել, թե մարդկային հաղորդակցության գաղտնիքների ըմբռնմանը, դուք կարողանաք եւ լավ դիվանագետ լինել, դուք կարողանաք լավ քաղաքագետ լինել, դուք կարողանաք լավ մենեջմենտ ունենալ, դուք կարող եք լավ ընկերներ ունենալ, դուք կարող եք լավ ընկերուհի ունենալ, որովհետև այս բոլորը կապված է մարդկային համագործակցության, մարդու հետ շփվելու եւ զրուցելու ունակության մեջ։ Տեսեք, սրա վրա ուշադրություն է դարձել ժամանակին Հոմերոսն, ասել է, որ
զրույցը ամենամեծ հաճույքն է կյանքում։ Եվ շատ խոշոր փիլիսոփաներ, այդ թվում Արիստոտելը, Պլատոնը եւ այլն, առաջնային են համարել զրույցը մարդու հետ։ Դա հավարվել է դիվանագիտության հիմքերի հիմքը։ Եվ նրանք մշակել են բանաձևեր, որոնք այսօր են խիստ այժմեական ուզած դիվանագետի համար։ Ես կարող եմ կոնկրետ օրինակներ բերել։ Արի Պապյանը շատ լավ է։ Օրինակ կա Արիստոտելի մի քանի բանաձև, դրանցից մեկը ձեզ ասեմ։ Տեսեք, նա բանակցելիս ձևացնում է, որ նախ փորձում է հասկանալ դիմացինի ուզածը, ինչ է ուզում դիմացին, ինչ է նրա մտքինը, հասկանում եք։ Եվ լավ հասկանալուց հետո շատ զգուշությամբ ձևաչափում է նրա ուզածի վրա իր ասածը, իր ուզածը։ Եթե առաջի ուրեմն փորձը չի հաջողվում, նա հետ է քաշվում, հետո նորից աստիճանաբար։ Այնքան ժամանակ, որ դիմացինը աստիճանաբար սկսում է համոզվել սրա արգումենտների, սրա փաստարկների ճշտության եւ իրավացիության մեջ, եւ կարողանում էր նա այնպես տանել զրույցը, որ վերջում իր ուրեմն դիմացինը, իր զրուցակիցը խնդրում էր, որ ընդունվի ուրեմն Արիստոտելի փաստարկները։ Պատկերացնում եք ինչ է կատարում։ Ոնց է շուր գալիս անում։ Այդ ձերը, ինչպես։ Էմպաթիա, կոչվում է։ Էմպաթիան ուրիշ բան է, հիմա կասեմ։ Լավ է։ Սա կոչվում է դիվանացիա մեջ, սա կոչվում է տրիանգուլյացիա։ Տրիանգուլյացիա, լավ բառից է, ուրեմն երկրաչափական տերմին։ Կամ մի ուրիշ բանաձև վերցնենք։ Տեսեք, շատ լավ գիտեր նույն Արիստոտելը, որ խոսելուց նա իր ուրեմն թեման բաժանում է 3 մասի։ Առաջինը դա Առաջինը դա ուրեմն նա վերցնում էր իր փաստարկների կամ իր ուզածի, ասենք կոպիտ ասենք, լավ փաստարկը։ Երկրորդը միջինը։ Եվ ամենակարևորը, ամենալավը իր կարծիքով, որ դա պետք է դիմացին համոզեր, թողում էր վերջում։ Տեսեք, այս 3 ուրեմն բաժանումները գալիս էին ասելու, որ նա կարող է հաջողություն ունենալ դիմացինի հետ բանակցելու կամ զրուցելու։ Կամ ոչի եւ այույի, գիտեք, այնքան շատ են սրանք, որ եթե միջավ առավոտ խոսենք, երևի էլի բան կգնա։ Ոչի եւ այույի ուրեմն խնդիրը։ Երբեք ասում է ոչ մի ասեք։ Եվ սա արևելյան դիվանագիտության մեջ շատ ընդունված բան է։ Կարող եք շատ զարմանալ, որովհետև մասնավորապես եվրոպացիները, ամերիկացիները ասում են չես հասկանում, չինացու, այոն երբ է, ոչը երբ է, կամ արաբի, այոն որն է, այոն այո չէ, ոչը ոչ չէ, հասկանում եք, ինչպես ամերիկացիների մուտքը։ Իսկ սա գալիս է մարդկանց հոգեբանությունից, սա գալիս է ազգային սովորույթներից, հասկանում եք, որովհետև ապացուցված է ֆիզիոլոգիապես դեռ Արիստոտելի ժամանակ, որ ոչ ասելու դեպքում մարդու օրգանիզմում առաջանում է նոր ադրենալին, որը բացասական տպավորություն է թողնում, բացասական էմոցիաներ է ստեղծում մարդուն, եւ հակառակը, սրանք շատ են։ Շատ լավ բանաձևերից մեկը, որ ես խորհուրդ կտայի եւ մանավանդ մեր դիվանագիտության համար արժե որպեսզի դա օգտագործվի, Պասկալի բանաձևը։ Այսինքն երբեք եւ երբեք դիմացինին չմտցնել, կոպիտ ասած, անկյուն, չքշել, հա? Եվ հնարավորություն ընձեռել նրան պահելու իր դեմքը, երբեք նրան չվիրավորել, երբեք նրան հասկանում եք չանպատվել, մանավանդ հաղթանակ տանելուց հետո։ Օրինակ երբեմն բան ես անում մի փոքր հաստատող տեստորագրում, մանավանդ քիչի բանի ժամանակ հաղթանակ տարան, ինչ հաղթանակ։ Հենց արեցինք, որ թուրքերի աչքերը թռավ ճակատը, չթռավ ճակատը, ոչ բան էլ չեղավ։ Պետք չի նման հայտարարություն։ Դիվանագիտության մեջ ընդհանրապես չափի զգացողությունը, ես դա ասում եմ դիվանագիտական աչքաչափ, ունի շատ կարևոր նշանակություն։ Գիտեք, եթե ուզում ենք մենք հաջողություն ունենալ, սա արդեն միայն դիվանագիտությունը չի։ Եթե մենք ուզում ենք հաջողություն ունենալ մեր կոնտակտների, մեր
շփումների մեջ մենք պետք է դիապետենք այսօրվա ժամանակակից գիտական նվաճումներին, որոնք հիմնականում ես կբաժանեի կոպիտ կերպով, ես կբաժանեի երկու մասի։ Մեկը դա ոչ վերբալ հաղորդակցությունն է, մյուսը վերբալ հաղորդակցություն։ Սա առաջնային դեր է խաղում դիվանագիտական պրակտիկայում։ Ну, վերբալ հաղորդակցությունը դուք գիտեք, դա խոսքն է, որով մենք խոսում ենք։ Իսկ մյուսը ուրեմն դա ոչ վերբալ հաղորդակցություն է կամ body language, որը շատ զարգացած է հիմա արևմուտքում եւ մեր մոտ կարծես թե նոր սկսում է ինչ-որ թափ հավաքել, սկսել են բիզի գրքերը վաճառել եւ այլն, բայց մենք մի 30-40 տարի հետ ենք այն նոր նվաճումներից, որոնք կան այսօր այդ բնագավառում արևմուտքում, մասնավորապես mind reading, մտքերը կարդալը։ Սա շատ կարևոր բան է բառակցային գործընթացի ժամանակ, որը իր սկիզբն է առնում ֆիզիոլոգիական երևույթներից, անտրոպոլոգիայից, ինչպես նաև էթնոհոգեբանությունից։ Եթե մենք չգիտենք, թե այս ազգի ներկայացուցիչի այս ժեստը իրենից ինչ է ներկայացնում, մենք կարող ենք պարզապես հիմնարդության մեջ անել, եւ այդպիսի դեպքեր շատ են։ 68 թվականին, երբ որ Նիքսոնը եկավ Բրազիլիա, ոնց է կոչվում այդ ստադիոնը, կարող եք իմացել։ Մարականա։ Ստադիոնում ամբողջ ժողովուրդը հավաքված, ուրեմն կան 200,000 մարդ, եւ նա ելույթ ունենալուց հետո վերջում ասեց. «Ոռնաց ամբողջ բանը, հասկանում եք»։ Ասում է, որ դրանց մոտ դա նշանակում է հրավիրում եմ ձեզ սեքսով զբաղվելու։ Ասում է։ Եվ նույն ով է մեղավորը, մեղավորը դեսպանն է, որը պետք է նրան ասել, որ զգուշ եղի քո, ասենք, ժեստիկուլյացիաների մեջ։ Եվ այսպիսի բաներ անսահման են, անսահման քանակությամբ։ Նույն 68 թվականին հյուսիս կորեական, ուրեմն առափնյա ծառայությունը, զինվորական ծովային, ուրեմն ձերբակալեցին ամերիկյան Սուզանավ եւ բարձրացրեցին Սուզանավը, գիտեք ինչպես է դա արվում, բոլորին շարեցին ուրեմն տախտակամածի վրա եւ նկարեցին, որպեսզի ամբողջ աշխարհում մեկ ցույց տան, թե ամերիկյան իմպերիալիստները որքան վատն են եւ ինչով են զբաղված։ Եվ վերջի պահին, երբ որ պետք է ուրեմն ապարատը նկարեր, բոլոր նավաստիները մատնել այսպիսի արտահայտություն արեցին։ Դուք գիտեք սա ինչ է։ Եվ ամբողջ աշխարհում մեկ դա տարածվեց։ Երբ որ հարցրեցին, հետո ինչ է դա, ասում է, հավայան կղզիներում այդպես է ողջունում իրար։ Ուզում ասեմ, որ ժեստը առաջնային նշանակություն ունի, ինչի համար առաջնային նշանակություն ունի, որտեղ այնինչ ասում է մարդը, երբեք կապված չէ նրա մարմնի լեզվի հետ։ Գիտեք դա անշուշտ, որովհետև առաջանում է ուղեղում ուրեմն խոսքը արտահայտվում է, բայց նա չի համապատասխանում ժեստին, հասկանում եք։ Ժեստը երբեք չի խաբում։ Եթե դուք կարողանաք ժեստը կարդալ, դուք բանակցային գործընթացի ժամանակ, զրույցի ժամանակ, ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների, սովորական մարդկային զրույցի ժամանակ կհասկանաք, որ դիմացինը կեղծում է, կամ դիմացինը խաբում է, կամ ձեզ հետ անկեղծ չէ։ Սա մի մեծ գիտություն է, ստի, իմ դասախոսությունների ժամանակ դա ամենամեծ հետաքրքրություն առաջացնող ուսանողներին ասում, սովորացրեք սուտ խոսել։ Կարելի է սովորացնել սուտ խոսելը, բայց դա շատ դժվար բան է, որովհետև դրա դիմաց կան մասնագետներ, ովքեր հոյակապ հասկանում են, թե երբ է սուտ խոսում։ Որովհետև նրանք գիտեն այն բոլոր ժեստերը, որոնք չեն համապատասխանում ձեր ուրեմն դեմքի արտահայտությանը կամ ձեր աչքերի արտահայտությանը, կամ ամենակարևորը ձեր խոսքերին։ Չեն համապատասխանում դրան։ Դրա համար մարդիկ հատուկ պարապում են, հատուկ դասընթացներ կա եւ այլն, բայց ես նորից եմ ասում, ստի խնդրեմը։ Ես դասախոսությունների կարդում անցյալ մի քանի ամիս առաջ բանկային համակարգում հատուկ հետաքրքրում էին, թե ինչպես է, ինչ է նշանակում կամ ինչպես հասկանալ դիմացինի սուտ։ Սա օրերով պարապել է պետք։ Եվ այնպիսի նվաճումներ կան, օրինակ
կա ստի դետեկտոր, չէ՞, որը ընդունված բան է։ Ստի դետեկտորը այսօրվա դրությամբ կարող է բացահայտել 50-ից 60%, բայց հատուկ պարապողներ կան, հատուկ այսինքն մասնագետներ կան, որոնք պլյուս ինտուիցիայով հասկանում են մինչև 70-ից 80% դիմացի։ Ես ասացի այդ բառը, mind reading, ուշադրություն դարձրեք դրան եւ կա գրականություն, նաեւ քիչ կա, բայց կա։ Նայեք, թե ինչպես են կարողանում դեմքը կարդալ։ Ըստ որում պետք է ասեմ, որ շատ ուժեղ զարգացած է կանանց մոտ այդ հատկությունը։ Սա ինտուիցիա չէ, խառնիկ ինտուիցիա է։ Հարցը նրանում է, որ կա ուղեղի կառուցվածքի խնդիր է սա։ Մենք ունենք երկու կիսագունդ ուղեղներ, գիտեք, կորպուս կալապուսի։ Տղամարդիկ կանանց մոտ կա 14-ից 17 կետ ուղեղում, երկու կիսագնդերում, որոնք տղամարդկանց մոտ իջնում են մինչև 7-ից 8 ուրեմն կետի, կարևոր կետերի։ Կանանց ուրեմն կիսագնդերը ուղեղի 30 անգամ ավելի ամուր են կապված իրար հետ, քան տղամարդու։ Եվ կանայք կարողանում են շատ լավ հասկանալ դիմացինի դիմախաղը։ Իհարկե ես ասում եմ ինտուիցիայով, բայց հատուկ պարապմունքների դեպքում նրանք կարող են պարզապես կարդալ։ Ես աշխատել եմ որպես Հայաստանի դեսպան, որտեղ եմ աշխատել, Վիեննայում եւ եղել եմ առաջին ներկայացուցիչը ԵՀԿ-ի։ Ուրեմն շատ հետաքրքիր բան եմ ես այնտեղ տեսել։ Տեսեք, ուրեմն մեծ Հովբուրգի մեծ սրահն է, այսպես, 56 կարծեմ անդամներ այն ժամանակ և Ադրբեջանը դեռ չկար, Թուրքիան էր ներկայացնում, Հելսինկիից նոր տեղափոխվել էին։ Ես ուրեմն միակ որպես ներկայացուցիչ Հայաստանից դիմաց նստում էին ամերիկացիները։ Երկու կին ես նկատեցի, որ երկար բանից հետո, երկու միջահասակ կանայք, երկրորդ շարքում նստած շատ հետաքրքիր պատվիրակություն։ Շատ ուշադիր նայում են։ Հետո ինձ Ռուսաստանի դեսպանը ասեց, որ երբ լավ հարաբերությունների մեջ է Ֆրանսիայի դեսպանը հաստատեց դա, ասում է դրանք մտքեր կարդացող են, ոչ գրում էին, ոչ բաներ են, ուշադիր նայում են։ Ստանում դիմացինի արտահայտության։ Այսինքն դեմքի արտահայտությունից նրանք հասկանում են, կարդում են քո մտքերը, իրոք ինչպիսին է քո մտքերը։ Դրա համար բացի դրանից կանանց մոտ կա հիպոկամպուս կոչվող մի կետ, որ տղամարդկանց մոտ չկա։ Դուք դեռ երիտասարդ եք, որ մեծանաք կիմանաք, ես տղաներին եմ ասում, երբեք ձեր կանանց չեք կարող խաբել։ Երբ ոչ մի տղամարդ չի կարող գլուխ գովել, որ գնաց նալեղը և կինը չիմացավ, չհավատակ այդ բանը։ Եթե կինը ձայն չի հանում, լռում է, կամ չի ասում, կամ սկանդալ չի բարձրացնում, երկու պատճառով։ Հույս ունի, որ մոլորված ոչխարը կվերադառնա, և չի ուզում ընտանիքը կքայքայի, այսքան մի բան։ Բացարձակապես անհնար է նայել կնոջ աչքերին և խոսել սուտ։ Դա հնարավոր բան չի։ Այդ առումով, երբ որ ինձ ասում են կանանցից ինչ դիվանագետ։ Ես կարծում եմ, որ կանայք շատ լավ դիվանագետ կարող են լինել, մասնավորապես հարաբերությունների հաստատման բանակցային գործընթացում։ Դուք ասեցիք մի բառ, որ ինձ ուրախացրեց, որ լսել եք, դա կոչվում է էմպաթիա։ Էմպաթիան ես թարգմանում եմ, չգիտեմ, լավ բան չկա դրա հայերեն, ես թարգմանում եմ դա ապրումակցում։ Ռուսերեն դեր շատերը չեն համաձայնում, բայց ռուսերեն լավ է, սոպերիժուվայնի, չկա դա։ Սոպերիժուվանին, մի անգամից ասեմ, որ սա բացի հոգեբանական ուժեղ երևույթ լինելուց, նաև շատ կարևոր քաղաքական կատեգորիա է։ Ես իմ հոդվածներից մեկում գրեցի, մեկը ասեց, ես ինչ ես գրել, ասի ճիշտ է։ Ես կարծում եմ, որ մինչև էմպաթիա գոյություն չունենա Բաքվում, Երևանում և Թուրքիայում, մենք ոչ մի ընդհանուր հայտարարիչ չենք գալու։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է,
հասկանալ դիմացինին, ոչ թե նրան խղճալ, ոչ թե հասկանում եք նրա նկատմամբ ինչ-որ զգացմունքներ ունենա, այլ ոչ։ Ինչպես նույն Արիստոտելն է ասում, աշխարհին նայել նրա աչքերով։ Եվ սա շատ ճիշտ է ասել Հիսուս Քրիստոսը իր բանը։ Ցանկացիր ուրիշին ոնց ասում։ Ինչպես ինքդ քեզ, սրանով ամեն ինչ ասում։ Սա երկար նորից տրեյնինգային աշխատանքի արդյունք է, բայց պետք է այստեղ կարողանալ, հասկանում եք, լավ իմանալ դիմացինը եւ հոգեբանությունը, եւ պատմությունը, եւ խնդիրները։ Չխղճալ, եթե խղճացիք, դա տանում է բոլորովին հայլուկությամբ։ Խղճում են։ Գիտեք ինչ կա, իմիջայլոց խղճարությունը լավ երևույթ չէ, լավ զգացողություն չէ։ Եթե դուք, այսպես ասած, ենթագիտակցական մակարդակով անեք, երբ որ դուք աղքատին փող եք տալիս, դուք լավ չեք զգում դրանից, որ փողոցում ձեզնից փող են ուզում։ Ճիշտ է, դուք տալիս եք բաներ, բայց գիտեք ինչ կա, խղճարությունը մի տեսակ հիասթափություն է բերում իր հետ, ֆրուստրացիա, այսպես ասած։ Իսկ էմպաթիան դա նա է, որ դու հասկանում ես այն, ինչ որ նա ապրում է, նայում ես աշխարհին այն աչքերով, ինչ աչքերով որ նա է նայում։ Սա շատ երկար մենք կարող ենք խոսել եւ ֆիզիոլոգիական երևույթների մասին, սրա կողմերի մասին եւ այլն, բայց ես ասեմ, որ սա շատ կարևոր բաղադրիչ է դիվանագիտական հարաբերությունների մեջ։ Մյուս կարևոր խնդիրներից մեկը դա առաջին, ես երևի ուշադրություն դարձրեցի հոգեբանական ասպեկտների վրա եմ անդրադառնում, դա այսպես ասած իմ կանյոկն է, 10 տարուց ավելի ես զբաղվում եմ դրանով, եւ ես գալիս եմ այն եզրակացության, որ եթե դիվանագիտության հոգեբանական ասպեկտները մենք չենք տիրապետում, մենք չենք կարող լավ աշխատել։ Այստեղից հարց է առաջանում, կա արդյոք հիմա մեր ԵՊՀ-ում սոցիալական հոգեբանություն դասավանդող միջազգային։ Չէ, սոցիալական կա, բայց դիվանագիտական հոգեբանություն։ Միջազգային հարաբերությունում դասավանդող հոգեբանություն։ Ես ուղղակի հոգեբանություն։ Չէ, հոգեբանությունը բոլորովին այլ բան է, բայց դա կապել դիվանագիտության հետ բոլորովին այլ բան։ Ես մի աշխատություն եմ գրել, դիվանագիտություն է կոչվում, առաջին մասը նվիրված է դրան, կոչվում է դիվանագիտության հոգեբանական ասպեկտները։ Բայց դրանից հետո ես շատ եմ խորացել այդ նյութի մեջ եւ երևույթին երկրորդ գիրքն է պետք գրել։ Դուք եթե մտնեք այդ կայքը, որի մասին ասեց պարոն Պապյանը, հիմա մենք այնտեղ տալիս եմ ես մենք այնտեղ տալիս ենք իհարկե փոքր կտորներով տալիս ենք Այդտեղ տալիս ենք ուրեմն body language այդ մասը, հետո կգանք հաջորդը սուտն է լինելու, էմպաթիան, ինչպես ասած ենք, առաջին հայացքի տպավորությունը, որը երկրորդ շանս չունի։ Սա էլ շատ կարևոր երևույթ է, որտեղ 3 րոպեի ընթացքում մարդը կարողանում է տպավորություն ստեղծել դիմացինի վերաբերյալ եւ այդ ինֆորմացիան, որ նստում է նրա գլխում, շատ դժվար է այդ ինֆորմացիայի միջոցով հանել։ Ըստորում կանայք այստեղ էլի պիոներ են։ Օրինակ, շատ հաճախ իմ կինը օրինակ միշտ ասում է, առաջի հայացքի դա շատ քիչ է պատահում, որ սխալվի։ Դա չգիտեմ ինչ է, դա ինտուիցիա է, դա ինչ է, դժվարանում եմ ասելու։ Բայց ես նորից եմ ասում, առաջի հայացքը կարող է լինել ճիշտ, առաջի հայացքը կարող է լինել սխալ։ Բայց տպավորությունը այնպիսին է, որ դրանից հետո սկսվում է շատ դժվար է փոխել քո ուրեմն այսպես ասած դրվածքը դիմացինի նկատմամբ եւ անցնել նոր ուրեմն հարաբերությունների նոր փուլի։ Սա էլ դաներից մեկն է։ Լռելու արվեստը։ Դեք գիտեք, խոսել բոլորը խոսում են, մենք բոլորս խոսում ենք։ Լիակոկկո, այսպիսի խոշոր հոգեբան ճապոնացի ասում է, ցույց տվեք մի համալսարան, որտեղ սովորեցնեն լսել, այդպիսի բան չկա, բոլորը սովորեցնում են խոսել։
Ես էլ իմ կողմից ասում եմ շատ դասագրքեր կա խոսելու մասին, ոչ մի դասագիր չկա լսելու մասին։ Սա ինչ է, լսել եւ դրա կողքին իհարկե լռել։ Նույն Արիստոտելն ասում է, որ խելացի խոսելը դժվար է, բայց խելացի լռելը շատ ավելի դժվար է։ Սրա կողքին կա այնպիսի մի երևույթ բանակցային գործընթացում, զրույցի մեջ, պաուզա։ Եթե դուք կարողացաք պաուզա պահել, դուք կշահեք։ Դուք իմացեք, եթե դուք զրույցի այդ տղա եւ աղջիկը խոսելու ընթացքում կարողանաք ճիշտ տեղին եւ ժամանակին եւ ճիշտ չափի պահել պաուզան, դուք կհաղթեք, որովհետեւ ձեր պաուզային հաջորդում է այն, որ դիմացինը ստիպված ասում է այն, ինչ որ չէ ուզի ասում։ Այնպիսի երևույթ ասենք, ինչպիսին համակրանք, աբայակ է, հրապույտ, հա, թե համակրանք։ Ավելի հրապույտ երևի։ Շարմ, շարմի և խարիզմի փոխհարաբերություն։ Սրանից առաջ ես կդնեի այնպիսի մի երևույթ, ինչպիսին ժպիտն է։ Չկա ժպիտ, չկա, տեսակ ինչ լավ ժպտաց, չկա ժպիտ, չկա հարաբերություն։ Հայաստանում ժպիտ գոյություն չունի։ Իմ թորները Ամերիկայից որ գալիս են, ձեր չափ երիտասարդ աղջիկները, ապուշի նման ժպտում են, հետևների շո տղաներ են գալիս։ Ասում են մի ժպտաց հետևից։ Վայ, զարմանում են, էլի ոնց կարելի է չժպտալ, ոնց կարելի է կնոջը ճանապարհ չտալ։ Անցյալ օրը ես պոլիկլինիկայի երկու դռների առակում, գիտեք, իմ պոլիկլինիկաները կան Ռուսաստանում։ Նա քիներ տես բան։ Կանգնեց ասի, անցի։ Ես էլ ջենտլմենությունս բռնեց ասի, անցեք տիկին։ Անցի։ Երկրորդ հիմարություն արեցի, ասի, ladies first։ Ի ասես, քեզ կարգին պահի։ Այսպիսի բան է, հիմա գիտեք ինչ կա։ Չեն ժպտում Հայաստանում, բայց դա իր պատճառներն ունի, բայց Հայաստանում համբուրվում են։ Են էլ ոնց են համբուրվում տղաները։ Չէ, հասկանում եք։ Հələ մի հատ տեսեք, թե ինչ հատատալ։ Ասեցի, սա բոլոր հաղորդակցության ձևերն են։ Ֆրանսիացիները համբուրում, օդի մեջ բռնում են։ Ստեղ այնպիսի մի բան կատարվում, որ իմ ծանոթներից հարց տվեցին։ Ինչ է, բայց դե իմ արի ապացուցի, որ տենց չի, էլի։ Մի խոսքով շատ բաներ կա։ Գիտեք, ես մի հատ մի քանի հատ գիրք եմ գրել, որոնցից մեկը ներոց։ Ես երկար ուսումնասիրել եմ ուրեմն հին դիվանագիտության պատմությունը, մասնավորապես Հունաստան։ Եվ գրել եմ այսպիսի մի գիրք, Հերմեսից մինչև մեր օրերը։ Այստեղ ամեն ինչ կա դիվանագիտությունից, հեշտ կարդացվող, սա ուրեմն հետաքրքիր դիվանագիտության մատենաշարի առաջի ուրեմն գիրքն է։ Ես այստեղ վերջում կարող է հիշողություն, բայց ավելի լավ է ձեր ժամանակը չվատնում։ Ես ուրեմն գրել եմ այսպիսի մի վերջաբան։ Վերջաբան կամ մի քանի խորհուրդ նրանց, ովքեր որոշել են դառնալ դիվանագետ։ Դրանից առաջ ես այստեղ գրում եմ ֆրանսիացի խոշոր ռեֆորմատոր Կարիեի մտքերը դիվանագիտության վերաբերյալ եւ փորձում եմ չկրկնել եւ իմ մտքերն եմ հայտնում։ Ես գրում եմ, որ դիվանագիտությունը գիտություն է, որի օրենքները գործում են ժամանակի եւ տարածության մեջ, անկախ այն բանից համաձայն են մարդիկ դրանց, թե ոչ։ Այնպես որ երկրի արտաքին քաղաքականության վրա ազդելու համար անհրաժեշտ է 5 մատի նման իմանալ այդ օրենքները։ Բացի այդ, դիվանագիտությունն ապրելակերպ է, երկրորդ բնավորություն կյանքի ոչ, որի կանոնները յուրացնելու համար ժամանակ է պետք արդեն ասացի ես։ Դիվանագիտությունը հոգեկերտվածք է, աշխարհընկալում։ Դիվանագիտությունը մասնագիտություն է, որն ընտրում են մեկ անգամ եւ ընդմիշտ։ Այն չեն թողնում, անցյալ օրը ասեց ընկերս, չեն փոխում, դրան չեն դավաճանում։ Այն միշտ քեզ հետ է, եթե անգամ պաշտոնաթող դիվանագետ ես, նախկին դիվանագետ չի լինում։
Դիվանագիտությունը ինչպես յուրաքանչյուր այլ մասնագիտություն մերժում է դիլետանտությունը։ Իմիջայլոց ես Երևանյան ժարգոնով ասած խփնված եմ այդ բանի վրա, պրոֆեսիոնալիզմի եւ դիլետանտության։ Ես տանել չեմ կարողանում դիլետանտիզմը։ Դա մի ահավոր բան է, որ քանդում է այս պետության հիմքերը, հիշեք խոսքս։ Բոլոր բնակավարներում այս դիվանագիտության մեջ, բժշկության մեջ, ռազմական գործում առավել ևս։ Так, դիվանագետը զինվոր է, որին վստահված է իր երկրի խաղաղության եւ բարության սուրբ գործը։ Իսկ ինչ է անհրաժեշտ պրոֆեսիոնալ դիվանագետ դառնալու համար։ Ունենալ առողջ հոգի, օրինակ իմ նման էլ 74 տարեկան։ Առողջ մարմնի մեջ լինել ուժեղ, զուսպ, սառնարյուն, բոլոր իրադարձություններում անսահման համբերատար։ Համբերատարությունը շատ կարևոր է։ Մանավանդ հայկական տեմպերամենտի պայմաններում։ Հիմա, ինչ որ ասեցիք առաջ, դիմացինին երբեք չվիրավորել, չքշել անկյուն, այլ ամեն կերպ օգնել նրան, որպեսզի նա չկորցնի արժանապատվությունը եւ հեղինակությունը։ Հիշել դիվանագիտության ոսկի օրենքը, պարտված կողմը, շատ կարևոր բան է, շատ ավելի վտանգավոր է, այդ ձեր ասած հեղինակը, քան փողզիչման ճանապարհով, համաձայնության եկած հակառակորդը։ Չստել, այս ստի մասին մենք խոսեցինք պարզապես մարդկային ասկասած։ Միջավայրս բոլորս ստում են սովորաբար 10 րոպե ընթացքում մարդը 3-ից 4 անգամ ստում են։ Մենտալոգիա է կոչվում, դա հատուկ գիտություն է, դա մասին շատ երկար կարելի է խոսել, կա նեղ սուտ, կա չար սուտ եւ այլն, բայց քաղաքականության մեջ սուտը բոլորովին այլ կատեգորիա է, որի մասին շատ երկար կարելի է խոսել, եթե կուզեք մեր կամուտել։ Պարոն Պապյան, նավազակ ենք գնել։ Չէ, դες մասի, օրինակ սահմանման մեջ ասում են դիվանագետային ազնիվ մարդն է, որ հանուն ազգի շահի համար ստում է։ Ո՞տ են Հարկվել է արտասահման, որպեսզի ստի։ Այդ ազնիվ անձնավորությունն է, որ գնացել է արտասահման խոսելու համար։ Այսինքն մշտապես ստ խոսելու քաղաքական։ Գիտեք ինչ կա, ես կա մի քանի բանացել, մի քանի ավելի ճիշտ ձև կա, կարելի է լռել, սուտ չխոսել, սուտ չխոսել անհնար է, որովհետև ես օրինակ Բայց ճիշտը չասեմ։ Ինչպես? Դրելով նաև դուք չեք ներկայացնում ազգային շահերը։ Իմանաք որտեղի չեք ասում, ոնց եք լռում եւ ինչպես եք լռում։ Հետո շատ կարևոր է չհավաքվել։ Դա երբեք չի ներվում դիվանագետի։ 61 թվականին ինչ որ կատարվեց Կարիբիան, այդ սոթի հետևորդ է։ Աշխարհը կամնեց 3-րդ համաշխարհային պատերազմը։ Կարողանալ անհրաժեշտության դեպքում ժպտալ, ասենք արդեն, լինել մեղմ, քաղաքավարի, սիրալիր, բարեկիրթ, վայր վարվեցողության վայրենշությունը տակ ու չափը։ Խուսափել վերին աշխարհի ծայրականքներ, ընդգծված քաղաքավարի Երևանից։ Զրույցի ընթացքում անընդհատ կրկնվող ներողություններից։ Ես որ սա գրում էի, գիտեք ինչ է հիշում, բանը Չեխովը շատ լավ պատմվածք ունի, սմերտ Այնքան ներողություն ախնդրում, որ վերջում մեռնում է։ Որը կարող է թողնել թերարժեքության բարդույթով տառապողի տպավորություն։ Հարգիր ինքդ քեզ, որ ուրիշները հարգեն քեզ։ Սա ինձ թվում է պետք է մեծ տարերով գրել մեր արտաքին քաղաքականության որոշ հիմնարկությունների ճակատին եւ ասել, պետք է հարգել քեզ։ Հասկանում եք։ Լռությունը կամ ինչ-որ կուլտալը, կամ ինչ-որ կատարում, երբ որ քեզ ֆորպոստ են անվանում, չգիտեմ, ես են անում են նամ, երբեք եւ երբեք։ Ես ես կարող եմ օրինակ բերել։ Ես աշխատել եմ մի շատ փոքր հետամնաց աֆրիկյան երկրում, որը Գվինեա Կոնակրի, ասեմ, 60-ական թվականներ աշխարհի ծայրը եւ աշխարհի վերջը։ Ամերիկյան դեսպանին հեռացրին այնտեղից։ Պերսոնա նոն գրատա հայտարարեցին, որովհետեւ անպատվել էր ինձ։ Էնել ինչ էր արել։ Ուրեմն ընդունելության ժամանակ, հա, շարված մոտենում են նեգրերը ձեռքը սխում են, հետևը կանգնած իր հողնականը,
Սարոպը մեկ շորա գալիս եւ ձեր դժվար Շո, բանեցին հետ ուղարկեցին։ Եվ ինչ եղավ դրանից։ Համբեց բան։ Ոչ մի բան չկատարվեց։ Ես մի անգամ գրել էի, Վարդան Օսկանյանն էի գրել։ Եթե դու չեմ անում ով ինչ անպատվեց մեզ էլ բաներին Ղարաբաղցիներին ինչ ասեց էլ չեմ անում, չեմ ուզում այդ խոսքերը կրկնել։ Ես իրան գրել էի բաց բանը, նամակը որ եթե դուք այդ մարդուն հեռացնեք, կարծեմ չինովնիկ է ինչ-որ բանից եկած, եթե չեմ սխալվում։ Չեմ հիշում արդեն 5-6 տարի անց։ Տեսան չէին իջացնել մեր հանրապետական հրապարակը։ Ոչ էլ դրանից ինչ-որ բաներ կատարվեց։ Так, խուսափել այնպիսի որոգայթներից, ինչպիսիք են մարդկանց քննադատել։ Դա էլ ասեմ, երբեք մի քննադատեք մարդկանց։ Մի քննադատեք եւ բան մի սովորեցեք, որովհետեւ մարդը երբեք չի անում ինչ որ դու ասում ես։ Խորհուրդ տալուց վատ բան աշխարհում գոյություն չունի։ Ոչ մեկը ոչ մեկի խորհուրդը չի լսում։ Հա? Եվ նեղանում է այդ րոպեին։ Так, առատորեն խորհուրդներ տալ եւ կյանքի դասեր տալ։ Ընդունել մարդկանց այնպես, ինչպես որ նրանք կան։ Դա դիվանագիտության կարևոր բան է։ Դե բոլորն են կարևոր։ Հնարավորինս շատ եւ հաճախ ասել այո, ես արդեն ասի, քան ոչ։ Հիշել ոչ առաջացնում է դիմադարձություն եւ իգերջո հաղորդակցության խզում։ Հերո մնալ սնապարտությունից եւ գոռոզությունից, սա ամենադժվար հերկական բանն է։ Լինել համեստ, չներփակվել, չմեծամտանալ ու չկորցնել պարտեշություն, հատկապես եթե ասել եք դեսպանի բարձր աստիճանի կոչման։ Չզգտել ամեն կերպ երևալ խելացի ու համակրելի։ Չգծնել, չսետերել, չկոտրատվել, չչարաշահել ուրիշներից փոխառնված մտքերը, մենք ունենք դից գործիչներ, թևավոր խոսքերը եւ ներմասնագիտական տերմինները։ Ասվածը անտեսողները Եվանագիտության կորպուսում ունեն ծաղ փիլիսոփայի եւ դուրս պարծուկի համբավ։ Լինել միամիտ աղավների նման, բայց միաժամանակ խորագետ օձերի պես, ինչպես Հիսուսն ասել։ Իմիջայլոց վերջերս նախարարը sense մի բան ասեց Իրանին։ Մոտավորապես այս բանի կապակցությամբ ինչ ասեց, լավ չեմ իմում, բանը նույնն է, իմաստը նույնն է։ Այսօր նայեցի ինտերնետում։ Ոչ ոքի է ոչինչ չիդեալականացնել։ Շատ եմ խնդրում, ոչ մեկի մի սարքել իդոլ։ Ոչ մեկի։ Հա, չքերազանցել կամ չթերագնահատել, անսխալականը միայն բարձյալն է։ Նկատի ունենալ, որ բարդ անբնական անզուստ լինելը գեղեցիկ եւ հաճելի չէ, ինչպես նաեւ տհաճ է վատ կամ տխուր տրամադրություն պարտադրելը։ Չխոսել անձնական հիվանդություններից եւ դժվարություններից, չգանգատվել կյանքից ու բախտից։ Չշավակրատել եւ ուշադրիր լսել զրուցակցին։ Եթե հնարավորություն ընձեռնեք նրան արտահայտվելու եւ խոսելու ելնելով այն բանից, որ պահանջված է, կարևորված լինելը անձի ամենամեծ ցանկություններից է եւ դուք միայն քշայեք։ Այդ էմպաթիայի մասին որ խոսեցինք, որ դուք հարցացեցիք, մարդը ունի մի քանի ուրեմն բնազդ։ Մեկը ինքնապաշտպանության բնազդը, մյուսը քաղցի բնազդը, ուրեմն սերնդի շարունակության բնազդը եւ ունի շատ կարևոր բնազդ, որ ուսումնասիրված չի։ Սա գրեթե ուսումնասիրված չի։ Սա կոչվում է ուրեմն նկատվելու եւ ճանաչված լինելու եւ ըստ արժանվույնս գնահատվելու ուրեմն բնազդ, որը երեխային փոքր հասակից ուղեկցում է, երբ որ երեխան արդեն դառնում է գիտակցություն ձեռքաբերում, նա արդեն այս բնազդը ունի։ Փորձեք երեխայի ձեռքից խաղալիքը խլել, փորձեք երեխային ուշադրություն չդարձնել, անմիջապես լացակ։ Եվ սա մարդուն ուղեկցում է մինչև գերեզման։ Եվ երբեք չհավատաք, որ ասում եմ, այդ այնքան համեստ է, այնքան բան այրան ոչի բան պետք չի։ Այդպես բան գոյություն չունի։ Եթե ես գիրք եմ գրել, ես ուզում եմ, որ դուք ասեք, վայ, ինչ լավ գիրք է։ Ես դրանից լավ եմ ասում։ Ինչպես։ Դե կարդաց է ո՞ր է։ Այդ մասին հետո։ Так. Նայել աշխարհին դիմացինի աչքերով, այս է ապրումակցել նրա հետ, հասկանալ, որ ուրիշը դու ես, այդ դեպքում փոխըմբռնման հասնելու հավանականությունը խիստ կմեծանա։
երբեք ու երբեք իրեն դիմացինց ավելի խելոք չկարծել եւ նրան հիմարի դեր չներ։ Սա իմիջիայլոց հայկական հիվանդություն է, սինդրոմ։ Բոլորը մեզ համար ապուշ են բացի մեզնից։ Մեր դիմացիները բոլորը աղմախ են։ Սկսած թուրքերից, ռուսերից, ումից ասես, բացի երևանցիներից։ Մենք աշխարհի ամենախելոք մարդն ենք։ Սա ահավոր վտանգավոր, ես կարծում եմ հատկություն է, որը կարող է կործանել։ Ինչպես դիվանագետին, այնպես էլ։ Սա ոսկի օրենք է։ Եթե բան չարեցիք, ես գրում եմ, որ կայտնվեք ծուղակում եւ տանում կտակ։ Եվ վերջինը, չմոռանալ, որ գրիպելը հակացուցված է դիվանագետին, ասել կուզի նրան ներկայացրած երկրին, դիվանագետի սխալը, սակրավորի սխալը, երկուսն սխալում են միայն մեկ անգամ։ Շնորհակալություն։ Ես լսել եմ երկու անգամ, մեկը որ դիվանագետ ես դառնում։ Այո։ Դիվանագետի համար է ասված նպատակը արդարացնել բոլոր միջոցները։ Մաքիավելին առաջ քաշել։ Բայց ես ավելացնում չեմ դա։ Մաքիավելու նկատմամբ շատ անարդար, այսպես ասած, կարծիք կա, իմ կարծիքով, բացատրեմ թե ինչու։ Իհարկե, նախ վերցնենք Մաքիավելի շրջանը, եթե Մաքիավելին հետաքրքիր։ Մաքիավելի շրջանը դա դիվանագիտության ամենահետաքրքիր եւ ամենածանր շրջաններից մեկն էր, միջնադարը, եւ միջայլոց նրանք կարողացան ունենալով ներուժ, ուշադրիր լսեք թե ինչ եմ ասում, ունենալով ռազմական ներուժ, ունենալով տնտեսական հզորություն, նրանք դիվանագիտությունը հասցրեցին կատարելության աստիճանի, մասնավորապես Մաքիավելին։ Սա այսպիսի մի տեսություն կա, ես երկար զբաղվում եմ դրանով, որ կոչվում է փոքր երկրի դիվանագիտության փոխկապակցվածությունը նրա ներուժի հետ։ Այսինքն զարմանալի կերպով պատմությունը ապացուցում է հետևյալը, որքան երկրի ռազմական եւ տնտեսական ուժը մեծ է, նրա դիվանագիտությունը այդքան թույլ է, որպես արվեստ դիվանագիտական։ Այստեղ գործում է, հասկանում եք, ուժային դիվանագիտությունը։ Ամերիկան, Ռուսաստանը, Գրոմիկոն ինչ էր անում, ձեռը խփում էր սեղանին 26 անգամ նա վետո դրեց բան։ Այդ ուժի քաղաքականությունը։ Մեր դիվանագետը, ես ինչի եմ այդ բոլորը ասում, ինչի եմ դա բերում։ Երբ որ ասում եմ, բա մեր դուք ձեր հարցին եմ պատասխանում, բա մեր այսպես ասած ճանապարհը որն է մենք պետք է կարողանանք այնպիսի դիվանագիտություն ունենալ, որը կարողանա ծածկել մեր մյուս, ասենք, բացեր եւ թույլ կողմերը։ Իսկ Մաքիավելին շատ խոշոր քաղաքական գործիչ է եղել եւ ես ամենայնիվս ես իրան շատ եմ հարգում, որովհետեւ ինչ որ արել է եւ ասել է, դա արել է իր պետականության ամրապնդման համար։ Ես պետականության adepտ եմ, պետականության ջատագով եմ։ Իմ կարծիքով պետականությունը պետք է լինի առաջինը, հետո նոր մնացած բոլոր հարցերը, այդ թվում նաեւ ազգային։ Կարող է առանց այդ չհամաձայնել։ Ազգային եւ պետական առաջնորդը։ Բայց ինչ է բանը։ Ես մարզացնում եմ, դրանք նույն բաները չեն, բացարձակապես նույն բաները չեն։ Ինչի՞ են լավ Կա պետականություն, որի մասին ասեցի։ փոքր պետությունները Պետականություն պետք է լինի, որ ազգային շահը ապահովի, ոչ թե ազգային շահը լինի, որ պետականությունը ապահովի։ ազգային շահը ասում է Դոմինանտը դա պետականություն է։ Եթե պետականություն չունեցար, ոչ մի ազգային շահ չես կարող ապահովել։ Բայց ազգային շահն է ինքնա չէ, որպես պետականություն ստեղծվի։ Գաղափար է։ Եկեք հիշենք, որ անգլերենով, ասենք, երբ որ ասում են nationality, չէ՞ որ ազգություն, դա պետականություն է, որ ասում են հարցը գրված է your nationality, որ գրում է, չէ, ըստ էության այնտեղ որ մեկը չի գրում արաբ, գրում է Libanese, չգիտեմ Egyptian եւ այլն, այսինքն գրում է իր քաղաքացիությունը, որտեղ հաճախ դա տարբեր է անում։ Մեր պարագային մի քիչ ուրիշ է։ Ըստ էության հաճախ մենք այսօրային են դերել։ Ազգային պետականություն։ Հա,
Եվ այդ nation state ասած է ժամանակվանից առաջացել, այսինքն գիտեք արդեն Եթե հարցեր ունեք, ես սիրով կպատասխանեմ ձեզ, որ ժամանակը լրացնեմ։ Պարոն Նավասարյան, ինչպես է կարծում, իրավաբանը կամ քաղաքագետը կամ առհասարակ ինչ-որ ոլորտում մարդը կարող է դիվանագետ լինել, թե դուք էլ եք համաձայն, որ դիվանագետ չեն դառնում, դիվանագետ ծնվում է։ Չէ, ես ինձ բան չասեցի։ Ընդհանրապես դիվանագետ դառնում է։ Ես գիտեմ մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում փորձել են դառնալ դիվանագետ եւ չեն դառել։ Դե բաներ կա, որ ի վերուստ է, հասկանում եք, մարդու մեջ կա այդ հատկանիշները, որ բան։ Բայց դիվանագիտությունը դա չարքաշ աշխատանք է, հասկանում եք։ Դիվանագետ դառնալու համար գիշեր-ցերեկ պետք է աշխատել։ Մեր ներողություն, մեր ամբողջ ողբերգություն չասենք շատ բան խոսքացի, մեր ամբողջ սխալը կարելի է նրանում, որ երեխաներին օլիգարխ ասում է, գնա տղա ջան, գնա դառի դիվանագետ, կեթաս արտասահման կեֆ կանես։ Այդտենց չի, հասկանում եք։ Ես ձեզ մի օրինակ բերեմ օրինակ։ Մենք խոսում էինք զրույցի մասին, դիվանագիտական։ Լսեք, երկրորդ անգամ չեք լսի ոչ մի տեղ։ Դիվանագիտական մի զրույցի համար 10 րոպե անց, դիվանագետը աշխատում է 12 րոպե անց, աշխատում է 16 ժամ։ Կարող ասա պարադոքսալ թվալ։ Այսինքն, եթե առաջնորդենք այդ մտքով, որ դիվանագետ դառնում է, ուզում նայենք մեր դիվանագետներին, մեր դեսպաններին նայենք, հավաքարարված, այսինքն ես այդքան ստույգ չեմ տիրապետում տվյալներին, բայց ինչքանով որ տեղյակ են, մեծ մասամբ ձեր խոսքի մեջ էլ ասացիք գյուղատնտեսությանը վերաբերող, որ ասացիք ինչ է սարի գյուղատնտեսության համար քո երկրի, որ նայենք գյուղատնտեսները էլի շատ են դիվանագետների մեջ հիմա հավաքարարված, ու այն մարդիկ են, որոնք իրենց ոչ կյանքի ընթացքում դիվանագիտության հետ ոչ մի կապ չեն ունեցել։ Չէ, հարցս հետևյալն է, այսինքն դուք համաձայն եք, որ դեսպանին իր համար է նշանակում, արժանի մարդուն է նշանակում։ Դիվանագետին նշանակում են դիվանագիտության մեջ ինչ-որ փորձ ու ինչ-որ տես գաղափար ունենա, որ երկրի շահեր կան այս դեպքում արդեն։ Դիվանագետին ուղարկում են արտասահման իր երկրի շահերը ատամներով պաշտպանելու համար։ Ես օրինակներով ձեզ հետ խոսեմ, ամերիկյան դիվանագիտության 25%-ը ուղղված է մասնավոր բիզնեսի պաշտպանության գործին արտասահմանում։ Անգլիական ամբողջ դիվանագիտությունը ուղղված է անգլիական առևտրին, Անգլիայի, Մեծ Բրիտանիայի առևտրի շահերը պաշտպանելու։ Եվ առաջին դիվանագիտական փաստաթուղթը, որ անգլիացիները ստեղծեցին, գրեցին 1333 թվականին, ոչ այլ ինչ էր, եթե կոչվում էր դիվանագիտական ներողություն, առևտրի խարտիա։ Այսինքն մարդիկ ամեն ինչ անում են, հասկանում եք, որպեսզի կարողանան այդ ուղղությամբ կամ այն ուղղությամբ երկրի շահերը պաշտպանել։ Հիմա դուք դուրս եկեք հարցրեք, մի հատ գինու գործարան, մի հատ չգիտեմ Իրանի ֆիրմա, թե չեմ անում մի գյուղ, ասեք ձեզ որևէ մեկը օգնել է արտասահմանում ապրանքը վաճառելու համար, կամ հակառակը որևէ մի ուրեմն կազմակերպությանը, մի որևէ համալսարանի, մի որևէ չգիտեմ այնտեղ կառույցի նոր տեխնոլոգիաներ բերելու այստեղ դիվանագիտությունը օգնել է, ես չգիտեմ նման բան։ Ես անձնագիրը հետ վերցնելու չեն օգնում։ Դες ասում եմ, սա մանկական ուժանություն է երևի կանցնում։ Ladies first. Շնորհակալություն ներկայանալ Գոհար։ Այ օրինակ եթե փորձենք համատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը, մեր դեսպանների ներկայացուցիչների Թուրքիայի հետ որպես հարևան պետություն, իհարկե երբեք չեն կարող իրանց հետ քայլել, որովհետև աշխարհի շուրջ 200 պետություններից 5-րդ տեղն է ցակում ներկայացվածությամբ աշխարհի, եթե չեմ սխալվում, 176 պետությունում ինքը ներկայացություն ունի։ Որքանով այդ վկայությունների մասին, որ իրանք լավ դիվանագետներ ունեն, թե ոչ չեմ կարող ասել, բայց ես կարծիք եմ լսել Հայաստանի վերաբերյալ, որ դե բոլորս էլ գիտենք, գաղտնիք չի, որ մեր դիվանագիտական ներկայացուցիչները իրենք սովորաբար տարիքով մեծահասակ ու հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են լինում։ Կարծիքանություն, որ սովորաբար դիվանագետը լավ կլինի, որ լինի իգական սեռի ներկայացուցիչ երիտասարդ,
որովհետև գտնում են, որ որպես երկրի ներկայացուցիչ շատ հարցերում հաջողության է հասնում հենց այդ կերպարը դիվանագետի եւ ուզում եմ ասել, մենք չունենք ռեսուրս որպես ես գիտեմ, որ արտաքին գործերի նախարարությունը Ձեր հարցը բաժանենք երկու մասի։ Ուրեմն տեսեք, սիրելի գոլեգաներ, ուրեմն որտեղ որ Արա Պապյանը կա, ես ընդհանրապես աշխատում Թուրքիայի մասին չխոսեմ։ Բայց ասեմ այդ ուղղությամբ, ինչ որ դուք ասին։ Ես կարծում եմ, որ իհարկե թուրքական դիվանագիտությունը մեծ պատմություն ունի, մեծ փորձ ունի, այն որ նրանք գալիս են Բյուզանդիայի, այսպես ասած, դիվանագիտական դպրոցից վերցրած իրենց բանում, ես պարզապես կարող եմ ասել, երևի Արանից հետ համաձայնի, որ ունեցել են 20-րդ դարում շատ խոշոր դիվանագետներ, որոնցից մեկը իհարկե Արտակյուշն է եղել, որ ստեղծեց այդ բանը, երևի եղել են համապատասխան պայմաններ եւ ես այդ շրջանը բավական լավ գիտեմ հայրենական պատերազմի, իսկ Մեդինիայում կարողացավ սկզբից լինել ֆաշիստական Գերմանիայի հետ, հետո կարողացավ շատ հեզա սահ անցնել ուրեմն այս կողմ, այսինքն ամերիկացիների եւ ռուսերի եւ Գերմանիան դուրս եկավ երկրորդ համաշխարհային պատերազմից առանց մի թուրք զինվորի քիթը արյունելու։ Սա դիվանագիտական հանճար պետք է լինի դրա համար, որպեսզի մարդը կարողանա դա անել։ Բայց հիմա այսօրվա դրությամբ իհարկե նույնիսկ եմ ասում, նրան շատ լավ կասի, թե ինչ վիճակում է իրենց դիվանագիտությունը, իհարկե մեծ երկիր է, ունեն լավ կադրեր, շատ, ես շփվել եմ իրենց հետ, լավ լեզուների են տիրապետում, ճկում են վերին աշխանի, շկոլա կա, սա շատ կարևոր բան է, Մի գուցե խոս ես դրան ավելացնեմ, որտեղ քանի որ եղել եմ իրենց նախարարությունում եւ երկաշփումներ եմ ունեցել, կադրային հարցում իսկապես լավ դիվանագետներ ունեն, բավականին լավ կրթությամբ, ասեմ նախ ընտրությունը բավականին դաժան է, ընդհանրացությունը։ Մյուս կողմից իրենք ունեն արդեն երկրորդ, երրորդ սերունդի դիվանագետներ, գոնե իմ տեսած դիվանագետների կամ պապներ դեսպան կամ հայրներ եղել ինչ որ բան, այսինքն իրենք մարդիկ են, որոնք կրթություն են ստացել հենց այդ երկրներում հաճախ։ Այսինքն իրենք գալիս են դիվանագետ աշխատելու մի երկրում, որտեղ մանկություն են անցկացրել, հաճախ արդեն նման մարդիկ ունեն, որը շատ կարևոր է։ Ունեն ընկերներ, որոնց հետ սովորել են համալսարաններում, որոնք արդեն այդ երկրում դիրքերի են ասել, այդ անձնական կապերն էլ շատ կարևոր է, չէ՞, հատկապես աշակերտական եւ ուսանողության տարիների ընկերը, դա անփոխարինելի է, արդեն դա կոլեգա չէ, իրանք այդ անձնական բանը։ Մյուս կողմից չմոռանանք ֆինանսական եւ անձնակազմի հարց, հիմա ես չգիտեմ, ինչա 90-ական թվականներին կարծում եմ չեն կրճել, 90-ական թվականներին նրանք ունեն 35,000 դիվանագետ, այսինքն այդ կորպուսում աշխատող, դա գիտեք ինչ թիվ է, դա երկու անգամ ավելի է, քան Ռուսաստանը։ Դա ահավոր մեծ թիվ է, $1 միլիարդ բյուջե, որից $50 միլիոն ունեն կաշառքի ֆոնդ, փակ ֆոնդ, որը կաշառք տալու համար է։ Հիմա մեր ամբողջ դիվանագիտության վրա ծախսվում է $16 միլիոն տարեկան, մենք ունենք 207 դիվանագետ։ Դե հիմա ո՞նց է 207 հոգով 35,000-ի դեմ կռվել, երբ որ իրանց մի դեսպանատան բյուջեն մի քանի անգամ ավել է, քան քո ամբողջ արտաքին քաղաքականության։ Այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ուրիշ բան, որ վերջի դեսպանների նշանակումները եթե նայեք, ըստ էության ոչ մի պրոֆեսիոնալ դիվանագետ չնշանակվեց դեսպան։ Այս վերջի նշանակումներն են։ Դա շատ վատ է։ Դա շատ վատ է, որովհետեւ տեսեք, մեծ երկրի պարագայում, օրինակ սովետական միություններ ուներ, չէ՞, ապկոմի քարտուղարին, բայց երբ որ ժամանակ Կիպրոս է աշխատում, փոքր երկիր, իրանք 130 հոգի մարդ ունեին։ Ասենք այդ փոքր երկրի համար չեմ ասում, որ հազարավոր դեսպանատներ կան, որոնք հազարավոր մարդիկ կրճատումներից հետո, ես հիշում եմ Կանադա Չուրկինի հետ էին խոսում, դա ասում են փոքր դեսպանատու տղա, 47 դիվանագետ, այդ դիվանագետ, եթե հաշվենք մյուսները կողքա, օրոքուց ավել են, մեր մոտ 2-3 հոգի են, այսինքն մեր մոտ դեսպանը պետք է աշխատող լինի, այսինքն ինքը պետք է նստի, գրի, զեկուցագիր գրի, ամեն ինչ անի, այդ Վանի արտասահմանի այդ դեսպանների նման չեն, էլի, որ ինքը հավորատ օգնական ինչ ունի, մերոնք ամեն գործով զբաղվում են։ Եվ այստեղ մի բան կա, որը կարևոր է ուզում եմ շեշտեմ, որը ցավոք սրտի շատ ամրացել է մեր դիվանագիտության մեջ, երբ որ դեսպանը զեկուցագիր է գրում, ի սկզբանե ոչ թե գրում է ճշմարտություն, այլ գրում է ինչ որ իր ղեկավարությունն է ուզում։
նախարար եւ նախագահ։ Դրա ականջի համար։ Հա, դրա, այսինքն ինքը գիտի որ սուտ է գրում, բայց եթե ինքը ճշմարտությունը գրի, ինքը խնդրեմ կունենա։ Դրա համար ինքը սուտ է գրում, կարծում են ասում են լավ, մեկ էլ հանկարծ պարզվում մի կես տարի հետո կամ 2 տարի հետո որ այդքան էլ լավ չի այդ ամբողջը։ Որտեղ այստեղ շատ կա որ ստախոսության մասին բան կա, իմ կարծիքով, հատկապես դեսպանի, որտեղ նա քաղաքական ձեռքում կարևորագույն գծերից մեկն է ունենալ համարձակություն գրել ճշմարտությունը քո ղեկավարությանը, որտեղ հատկապես դա գաղտնի, ոչ գաղտնի կոդով է գրում, ոչ ոք չի կարդում։ Հաճախ զեկուցագրեր էին գրում, որ ասենք նախագահը պիտի կարդա։ Գրեք, ռիսկ ունեցեք, գրեք, ասեք այս բանը սենց է, որտեղ այս մարդիկ հաճախ, քանի որ առանձին էլ երկրի ներսում ասում են գովում են իրանք վարժում են այդ գովեստին, իրանք ուզում են նույնպիսի բան ստանան դրսից, բայց գոնե մեկ-մեկի դրսից ճշմարտություն լսեն շատ հազար, որ ճիշտ կողմնորոշվեն, որովհետև այստեղ մենք բժիշկներ ունենք, բան ոնց է, չէ՞, հիմա բժիշկը մինչև ճիշտ օբյեկտիվ պատկեր չունենա հիվանդի իրավիճակի, չի կարա բուժի։ Հիմա կարելի է կեղծել, պատկերացնել, դուք անալիզներն ուղարկում եք, այնտեղից գալիս ամեն ինչ լավ է, չէ՞, բայց ամեն ինչ լավ չի կա, այսինքն այն դեպքում որ հիվանդ է, դες ճիշտ տվյալներն է պետք որ ուսի ճիշտ բուժում դեն։ Իսկ դիվանագիտությունը ի վերջո դա միջպետական բժշկություն է ինչ-որ տեղ նաև։ Այս կներեք Ես պարզապես երկու բան եմ ուզում ավելացնել ասվածին։ Առաջին հարցի կապակցությամբ ինձ շատ էլ հարց տալիս իմ ծրույցների ժամանակ թե թուրքերը լավ դիվանագետ են։ Թուրքերը, ես չեմ ասում Թուրքիայի, տեսեք, կամ ֆրանսիացին լավ դիվանագետ է, կամ հայը վատ դիվանագետ է, կամ ռուսը լավ դիվանագետ է։ Գիտեք, երկար տարիների փորձ եկել եմ այն եզրակացության, որ էթնոհոգեբանական իհարկե գործոններ կան դիվանագիտության մեջ, ինչպես ամեն բան, բայց ասել, որ այս ազգը լավ դիվանագետ է, կամ այս ազգը ինչպես կարող եք ասել, լավ մարդ է այդ ազգի ներկայացուցիչ, այդպիսի բան իմ կարծիքով գոյություն չունի։ Ես տեսել եմ, գիտեմ, հայ դիվանագետների, որոնք ասում են հայերը տաքարյուն են, հայերը չգիտեմ սա են, այն Հայաստանում չէ դրսում, որոնք շատ բարձր մակարդակի, վիշի պիլոտաժ, ոնց որ ասում են, դիվանագետներ են եղել։ Ես տեսել եմ անգլիացի դիվանագետ, որ բանի պետք չի եղել։ Այնպես որ ազգությունն այստեղ ես կարծում եմ, որ որոշ նշանակություն, բայց դեր չի խաղում։ Հավանաբար ապացուցված է, որ ազգային բնավորություն գոյություն չունի որպես այդպեսին։ Սա վերջին այսպես նվաճումներն են հոգեբանության։ Սա այդ մասը։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Պապյանի ասացին, դա իհարկե դիվանագիտության ամենամեծ արատներից մեկն է, ոչ միայն Հայաստանի պայմաններում։ Դիվանագիտության եւ հետախուզության կեղծելը ինֆորմացիայի պետություններ է կործանում։ Ինչի համար եղավ Իրաքի պատերազմը ամերիկյան, որովհետեւ կեղծվեց բանը։ Ինչի համար եղավ Աֆղանստանի պատերազմը 10 տարի, այդքան մարդ զոհվեց, որովհետև կեղծեցին, եւ դիվանագիտությունը կեղծեց, եւ բանը կեղծեց, հասկանում։ Հիմա, եթե մեր դիվանը, ես չգիտեմ, դե 10 տարի ես արդեն չկամ այդ բան, բայց ես համոզված եմ, որովհետև երկրի ամբողջ դրվածքն է այդպիսին, հասկանում եք։ Ես կարծում եմ, որ նույն բանը հաճախ կրկնվում է։ Պետք է ունենալ արիություն, այ եթե դուք կարդաք Կալիերին, եթե կարդաք բանին մտքիցս թռա Նիկոլսոնին, եթե կարդաք Մարտենսին բան, գիտեք ինչ կա, մարդիկ են, որոնք ունեցել են մեծ արիություն ապացուցելու համար, ոչ թե գրել, որպեսզի քո նախագահի, քո դեսպանի, քո նախարարի համար դա դուրեկան լինի, ոչ, այլ գրել այն, ինչ որ իրականությունն է, որտեղ դա երկրի շահերի հետ կապված խնդիրներ են։ Հետո գիտեք ինչ կա, մի բան էլ կա շատ ներողություն։ Դիվանագետը նա է, որ առաջի հերթին նա կարողանում է վերլուծել։ Ես անցյալ օրը կոմպլիմենտ արեցի ձեր բանի բացման ժամանակ, հիմա էլ ասեմ Պապյանի հասցեին, որպես քաղաքական գործիչ ինքը կարողանում է վերլուծել։ Սա այն ինչ որ ասում են սովորել կամ չսովորել, սովորելը կարևոր է, բայց ի վերուստ մարդկանց տրված է կարողանալ վերլուծել քաղաքական իրադրությունը։ Եթե չի կարողանում այն, նա այլևս անելու բան չունի, հասկանում եք։ Դիվանագետը, դեսպանը, նա չի գնում այդ երկիրը նկարագրելու համար, թե ինչ եղավ, ընդհանրենք Տրաֆալգար հրապարակում կամ ոչ։ Նա պետք է կարողանա այդ փաստերից անել այնպիսի եզրակացություն, որ ոչ միայն վերլուծի, քաղաքական առումով վերլուծի,
այլև կարողանա գոնե մոտավոր, այսպես ասած, կանխատեսումներ անել այն քաղաքական ընթացքի մասին, վերաբերյալ, որը սպասում է երկու երկրների հարաբերությունների, տարածաշրջանի հարաբերությունների։ Հիմա մենք առընթադ անցյալ օրն էինք խոսում սիրիական դեպքերը։ Ինչ է, մենք կարողանում ենք այսօր Հայաստանում ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ոչ, չենք կարողանում։ Մի տարի առաջ ինձ հետ վիճում էին մարդիկ, որ այսպես մենք կտան այնտեղ ջարդոხուտ կանեն, համայնքը ոնց որ բանում արեց, Իրան կպաշտպանի, Լիբանան։ Ոչ, հնարավոր բան չի։ Հայկական համայնքի վրա այսօր մահացու վտանգ է կախված։ Ես մի տարի առաջ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, Հայաստանի հայ համայնքի վրա 30,000-անոց այսօր պատանդ վերցված Բարդողորոսյան գիշերի վտանգ կա, հասկանում եք։ Իսկ Արամ կաթողիկոսն ասում է, դուք պիտի մնաք գերեզմանները պահեք։ Ես էլ ասեցի հեռուստատեսությամբ, ասի մնացեք, որ ասի գերեզմանների թիվը ավելացնենք։ Լավ, ինչ-որ հարցեր էիք տալի։ Այո։ Սմայլ։ Դվան կազմաբովանդակ զեկույցի համար, որովհետև թմբաթը մենք այդ համակարգի աշխատելու հեռանկարներով սովորում ենք, բայց այդ ներքին գոհմյան նյուանսներից մեզ միշտ զուրկ են պահում։ Դիտմամբ են անում։ Չէ, իրանք ուղղակի տեղյակ չեն այդ կուխները, դասավանդները 100% բան են, չէ։ Ոչ մի դիվանագետ չկա, որ է դասավանդները։ Նույնիսկ այդ տարական մանրուքներից ենք զրկված, որը ոչ մի տենց ինչ-որ ինֆորմացիա չի պարունակում, որ կարող է ինչ-որ մեկին վնաս տան նույնիսկ։ Ու իմ հարցը այսպեսին է, օրինակ դուք նշեցիք, որ կա դպրոցի խնդիրը, չէ՞, դիվանագիտական, ու այսօր նախապատվությունը, քանի որ այդ դպրոցը չկա ձևավորված Հայաստանում, նախապատվությունը տրվում է արդեն կայացած դպրոցներին, ուսուցանող ուսուցում ստացած սավերին, բայց արդյոք դրա մեջ չկա վտանգ, որ այդ դպրոցում սովորելով, ես սովորելով բրիտանական դպրոցում Դե կդառնաք ինտելիգենս սերվիսի կդառնաք ինտելիգենս սերվիսի գործականը։ Մի անգամ այն։ Իհարկե պես։ Ասենք ես չեմ ասում, իհարկե հնարավոր է երեքից մեկը կարողանա տարբերակել, կարողանա այդ սիստեմից։ Լսեք, դուք խելոք երեխեք եք, գիտեք հասարակությունը, գիտեք այսօրվա աշխարհը։ Դիվանագիտությունը դա այն բնագավառն է, ես չեմ վախենում ասեմ բարձրաձայն։ Այն բնագավառն է, որի նկատմամբ միշտ հատուկ ծառայությունների սևեռուն ուշադրություն ա եղել։ Հիմա եթե ես ասեմ, որ դուք գնաք Ամերիկայում սովորելու եւ հեշտվանգիստ ընկերից կգաք, շատ կասկածելի է դա։ Բայց հարցը միայն դրանում չի։ Հարցը նրանում է, որ պետք է ունենա իր դա հարցի մյուս կողմը։ Պետք է ունենա իր դպրոցը։ Հիմա բացել եմ, ես չգիտեմ ինչ է դասավանդում, ինչ է անում։ Դա էլ երևի ժամանակի հարց է, պրոֆեսորադասախոսական բանի հարց է։ Դե դուք գիտեք ինչ կա, դիվանագիտությունը այ ազգայինից խոսեցիք, շատ ազգային գործ է։ Երկիրը պիտի սիրես, որ կարողանաս այդ երկիրը ներկայացնել։ Ես շատ ներողություն, շատ վեճեր եմ ունեցել Շարլ Ազնավուրի հարցով, որին պաշտել եմ միշտ, ես ինքս ֆրանսիական օրենտացիայի եմ եղել, իմ լեզուն ֆրանսերեն ա եղել միշտ, թարգմանել եմ իրեն, բայց ես իրեն միշտ քննադատել եմ այն օրը, այսինքն ոչ թե իրեն, այլ այդ նշանակումը։ Ինչի՞ այդ մարդին նշանակում դեսպան։ Մարդ, որը իր մայրենի լեզուն չգիտի, նա կարող է աշխատել դեսպան։ Ես ձեզ հարց եմ տալիս։ Կարող է նա նման բան անել։ Բայց այդ դեպքում պետքա չլինի երկրի քաղաքացի, էդի խաղաղում չի համարվում։ Էդի խաղաղում է։ Բայց ինքը արտակարգ երկրի ազուր դեսպանը։ Շատ որպես պատվո դեսպան ասացի։ Պատվո դեսպան չկա աշխարհում։ Կա պատվո դեսպան չկա։ Լսեք օրիորդ, դեսպանը դա չինովնիկ է։ Դարձավ դեսպան, վերջացավ։ Դու հիմա Վահանի համար են շատ ասում։ Կգնա այսքանի ընկանի, հա։ Եթե դու նշանակում ես դեսպան կամ դիվանագետ, դու դառնում ես այդ երկրի քո նախագահի դեմքը, մեկ նրա ուրեմն հայրենական արտացոլում արտասահմանում եւ կատարում ես նրա ուրեմն ցուցումները բոլոր հարցերում։ Եթե համաձայն չես, հրաժարվում ես։ Բայց ասել որ նա ինչ որ տաղանդ է գնաց, հասկանալի է ինքը տաղանդ է։
ոնց որ ասին, տարին մի անգամ Շարլը խնդիրներ ա ունենում մեր ղեկավարության հետ, մեր քաղաքական գծի հետ ասենք։ Մենք ասում ենք մի բան, նա ասում է ուրիշ բան։ Ես իր այդ համաձայն եմ իր ասածը ճիշտ ասում։ Կոռուպցիա նակասակ, բայց եթե դու այդ բոլորը բան ես անում, դու իրավունք չունես դեսպան լինել։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Հիմա ես կամ բան կարող էի ձեզ ասել, եթե պետական ծառայության մեջ եմ կամ Մարապապյանը, ոչ։ Դիվանագետի աշխատանքը դա զինվորի աշխատանք է, դա չինովնիկի աշխատանք է, դա պետական ծառայություն է, վերջ։ 5 րոպե ունենք Եվ լոյալության հարց կա, այլ։ Վերջերս մի հատ կարծած որտեղ նշվում է Հայաստանում տենդենս կա, որ դիվանագիտությունը դառնում է դինաստիական, հետո բառը, քանզի հենց Ուկրաինայի դեսպանը իր երեխեքին, այսպես ասած, ուզում է փորձում է դարձնել դեսպան։ Հետո մյուս երկրը Իրանի դեսպան է բայնն, այսինքն հետագայում ստացվում է, որ իրենց շարունակողները պետք է շարունակեն դիվանագիտական գործը։ Մենք այդպես հասկանանք ու ձեր քաշենք, ուղղակի։ Ուղղակի, եթե մենք կարդում դինաստիական բերենք, ու կարդում ենք, որ նա արդեն դիվանագիտական դպրոցը ավարտեց, կոչում ստացավ, հետևաբար արդեն ինքը դե ֆակտո, դե յուրե ինքը արդեն կոչում ունեցավ։ Անկային ջուրը, չէ՞։ Այո։ Ինչի անկային ջուրը կարող է իր երեխան սկսի արտադրել, դիվանագիտության չի կարող։ Դե ազգային եւ յուրահատկություն։ Չէ, երևի այստեղ պիտի հարցնի իշխանова օբյեկտիվորեն ընտրություն են դնում։ Այսինքն խոսքս ու օբյեկտիվության մասին է։ Ես Թուրքիա օրինակը բերեցի։ Օրինակ այդտեղ շատ պիստ է դրված, իսկապես դա մեջ լավ պահ կա իհարկե դինաստիական, որովհետև բժիշկ երեխան է, չէ՞, բժիշկ դառնում հաճախ իրավանի հետ կա, բայց եթե օբյեկտիվը դմբոչի էլի։ Իր երկրի քաղաքացի, ոչ ուրիշ երկրի քաղաքացի։ Չէ, օրենք նույն դեսպանը, ինքը միայն լինի Հայաստանի քաղաքացի։ Բաշար Ազնավուրի դեպքում։ Դարձյալ է, բայց քաղաքացի տվել հետո։ Եվ քաղաքացի է, եղավ որ հակասեց։ Բայց հիմա նշանակումներ են եղել, այս քանի օրը, ինչ որ ասեց, Կացակ Ռուսաստանից կարող։ Այո, Սարգիսովը օրինակ նշանակվեց գլխավոր հյուպատոս բանում, Լոս Անջելեսում։ Սարգիսովը բան էր, Ռուսաստանի Գոստրախի, թե չգիտեմ ինչի, այսինքն այս վերջի նշանակումներն ընդհանրապես կապ չունեն, էլի։ Չէ, այդ մարդը հայերեն էլ չգիտի, եթե հատկապես Լոս Անջելեսում հաշվի առնենք, որ հայ համայնքը մեծ է, որոնց բայց նստատեղը պետք է լինի ասում է բան։ որտեղ։ Մեքսիկա։ Այս ոտի է, էլի։ Դեպքում ուրեմն հյուպատոսանը չի աշխատի, այնտեղ մի քանի 100,000 Հայաստանի քաղաքացի կա։ Որ Հայաստանի Հանրապետությունից դեսպան Կա հիմա մի օքի ունենք։ Մեկն է հավելեցին, ժամանակի պատգամավորներն էլ էին քիչ։ Ղազինյանը մահացավ, Ճապոնիայից դեսպան լինեք, խնդիրը դա է, թե գիտելիք իրավունք։ Չէ, ասեմ դες որ արտաքին գործերի նախարարությունը գոնե մինչև մի քանի տարի առաջ խտրականություն չի եղել կանանց նկատմամբ։ Ավելի շատ ա եղել, Ավելի շատ են եղել, ավելի արտոնյալ են եղել։ Պարզապես դեռ ուրիշ խնդիր կա, էլի գալիս են դեսպանատան կազմի փոքրությունը, երբ որ ինձ ասում էին, օրինակ, եթե ընտրության հարց է լինում, ես տղա վերցնեի թե աղջիկ կամ կին կամ բան, ես նախընտրում եմ տաշակ փոքրից պատճառով։ Ամեն ինչից բացի մտներ ֆիզիկական աշխատանքի խնդիր ունենք, մենք 3 հոգի ենք, հասկանում եք։ Մենք չունենք այդ փողերը, որ տանք, եթե պետք է անում ես տղու տեղես ուղարկում վարորդ օրնա 400 կիլոմետր քշում է Տորոնտո, գալիս է այս անում, իք երեխեքի տեր չի կանգնում, իսկ այս աղջիկն ասում է, բա երեխեքս տունն է, ես ոնց պետք է կերակնեմ, միլիոն խնդիր կա, փոքր երկրի դեսպանությունը եւ դեսպան դա ուրիշ բան է, միշտ փոթեք մեծ երկրների բաների հետ, այսինքն դրա խնդիրը կա։ Գումարած նաեւ շատ երկրներում կա, այստեղ նշվեց, որ լավ գեղեցիկ ինի լավ է։ Իրա լավ ու վատ կողմեր կա, երկրներ կա, որ դա բոլորովին լավ չի։ Կա, իհարկե։ Երկրներ կա, որ լավ չի, այսինքն Հետո գիտեք ինչ, երբ որ սկսվում է հակառակ բանը կատարվել, օրինակ պրակտիկայում sense բան արվում, աղջկա նշանակում են կին, նշանակում են որևէ երբ դիվանագետ, ամուսնուն հետ մատանում, սկսվում է պատմություն, չգիտեն մարդը ինչ անի դա, դողորնիկություն անի, թե
Լավ կլինի, որ զույգը, հենց որ եթե ամուսնանա, Անգլիայի դեսպաններին տենց Անգլիայի դեսպանները Իմ համար ճիշտ դա ասած, է նոնսենս, դա բացառիկ բան է, ես չեմ դա հանդիպում։ հերթական հիմարություն է։ վերաբերմունքի Շաբաթ նայա դեսպան։ Էլա, շնորհակալություն հայտնենք պարոն Նավակյանին։